Սուրբ Հակոբ Հայրապետի և Սուրբ Մարուքե Ճգնավորի վարքը։ Եկեղեցու լուսավորներից մեծը, մեր Սուրբ Լուսավորչին համանմանը և նրա ազգակիցը, երանելի Սուրբ Հակոբ Հայրապետը, որը վերանվանվեց Զգոն, Պարթևյան ազգից էր, մեծն Գրիգորի հորաքրոջ Անակի քույր Խոսրովուհու որդին։ Արդ, երբ Տրդատի հոր հայոց արքա Խոսրովին դավելու համար Անակ Պարթևն իր ամբողջ ընտանիքով բնաջնջվեց, այդ ժամանակ, ինչպես որ մանուկ Գրիգորին դայակների ձեռքով փախցրին Կապադովկիայի Կեսարիա քաղաքը, այնպես էլ նրա ազգակից Հակոբին տարան այնտեղ, որտեղ դայակի ձեռքի տակ մեծացավ հավատքով և բարեպաշտ վարքով։ Իսկ Սուրեն անունով մյուս մանուկը, լուսավորչի եղբայրը, մանկաբարձների ձեռքով բերվեց Պարսկաստան և մեծացավ Հակոբի մոր Խոսրովուհու խնամքի տակ, որի պատճառով նախնիների մեջ կարծիք է եղել, թե Սուրենն է եղել Հակոբի եղբայրը, կամ էլ Հակոբը լուսավորչի եղբայրն է եղել։ Ինչպես ասում են, Հակոբի հոր հեփթաղացիների թագավորի անունը Տիրան էր, որը Ջանուշիրի որդին էր, ով պատերազմում սպանվեց Լփինքի թագավորի կողմից։ Հակոբն ուներ իրենից ավագ մի քույր, նրա անունը Սագդեն էր, որը նրա հետ ապրում էր Կեսարիայում։ Երբ փոքր ինչ մեծացավ, քույրը նրան ստիպելով տարավ Պարսկաստան, որտեղ Սագդեն ամուսնացավ ու ծնեց Հրաչյային կամ Հրչեին։ Ինչպես ասում են, Սուրենը թագավորել է Ճենաց երկրում և Դարբանդում, իսկ Հրաչյան սկյութացիների և գոթերի վրա։ Իսկ Հակոբը արբունքի հասնելով չկամեցավ մնալ Պարսից արքունիքում, ջանալով պահել մանկուց սովորած աստվածային պատվիրանները, թողեց իր ազգականներին ու աշխարհական բոլոր զբաղմունքները և որպես անհայր, անմայր և երկրի վրա օտարական մեկը ընտրեց մենակեցությունը։ Այդ նպատակով ուղղվեց դեպի Ասորեստանի և ասորական միջագետքի կողմերն ու մարդկանցից անտես առանձնացավ Մծբին քաղաքից ոչ հեռու գտնվող լեռներում և անապատներում։ Նա բնակվում էր անապատի բարձրաբերձ լեռների կատարներին։ Գարնանը և ամռանը և աշնանն ապրում էր առանց ծածկի, հովանի ունենալով միայն անտառները կամ երկնքի ծածկույթը, իսկ ձմեռվա եղանակներին բնակվում էր մի քարայրի իբրև փոքրիկ խողի մեջ։ Նրա կերակուրը քրտինքով սերմանած և տնկած բույսերի պտուղներից չէր, այլ ինքնաբույս տնկիներից։ Նա հավաքում էր վայրի ծառերի ու բույսերի պտուղները և դրանցով էր բավարարվում, հրաժարվելով հրի վրայով անցած կերակրից։ Հագնում էր այծի մազից պատրաստված կոպիտ հանդերձ և թիկնոց, ավելորդ համարելով բրդեղենը։ Եվ այդպես խիստ ճգնակեցությամբ ճնշելով մարմինը, պարարտանում էր հոգով։ Սրբելով մտքի տեսությունը, լինում էր Աստծո Սուրբ Հոգու համար մաքուր, հայելի և ինչպես առաքյալն է ասում. «Մենք բոլորս բաց երեսով տեսնելով Տիրոջ փառքը ինչպես հայելու մեջ, նույն պատկերով ենք նորոգվում փառքից փառք, որպես թե Տիրոջ Հոգով»։ Այդպես ամենօրյա անդադար աղոթքներով, աստվածամերձ հաղորդակցություն ստանալով, ինչ որ խնդրում էր Աստծուց, անհապաղ ստանում էր, ուստի և մարգարեաբար նախապես տեսնում էր լինելիքը և Սուրբ Հոգուց սքանչելագործության շնորհների զորություն ստանում։ Ով կարող էր պատմել Աստծո մարդու խստակեցության մասին, քանզի երբ նա կատարելության հասավ, մարմնավոր լինելով անմարմին համարվեց։ Հրեշտակային տեսք ուներ, պայծառ և շնորհալի։ Հունած երկրից գալուց հետո, որտեղ մեծացել էր աստվածային իմաստությամբ, դայակների, որպես իր ծնողների շնորհիվ ուխտ էր դրել անսայթակ պահել ուխտավորների կարգը։ Սուրբը չէր ճաշակում հրի վրայով անցած որևէ բան, այլ բավականանում էր ընդեղենով ու պտուղներով։ Չէր նստում գրաստի վրա, այլ բոկոտն էր անցնում ճանապարհները։ Փախչում էր մարդկային փառքից և ընտրելով հանդարտությունը, ցանկանում էր լինել միայն Աստծո հետ, որի համար մատնեց իրեն մարմնավոր չարչարանքների և հոգևոր կրթության։ Ինչպես ճառընտիրն է նկարագրում, չէր հոգում կերակրի մասին, այլ կերակրվում էր բույսերով և բավարարվում պտուղներով, այն էլ ոչ լիապես։
անհակ կերպով սաղմոսում էր գիշեր թե ցերեկ, մտքով հանապաս թափառում էր սերովբեների բանակների հետ, իսկ մտքի աչքն անթարթ ուղված էր Տեր Հիսուս Քրիստոսի երեսին։ Եվ այնքան անսպառ էին նրա աստվածային խորհուրդները, որ դևերի բանակը պաշարելով նրան երբեք պարապ չէր գտնում։ Նրան մարգարեության հոգի տրվեց։ Նրա վարքը վկայական հանդես էր լեռների կատարներին և ժայռերի նեղ ծերպերում։ Տեսնելով նրա մեծ ճգնությունները, իր սուրբ մարմնին անխնա չարչարելը, հանապաս մահու չափ ճգնությունները, Աստված անփովանի էր լինում նրան անծածկ վայրերում, տապի ու ցրտի պայմաններում և ներքին մխիթարությամբ սփոփում նրա սիրտը։ Նա իր աղոթքներում այսպես էր ասում. «Մի է Աստված, ամենալույս, ամենակալ, մի իշխանություն, ամեն բանում առանց բոլոր կարիքների, զարմանալիների զարմանք, քանզի ոչնչից ստեղծեց բոլոր գոյություն ունեցողներին։ Միթե քեզնից բացի ուրիշ Աստված կա, ով հզոր, փրկիչ, ազատարար, քավիչ, բժշկապետ, անոխակալ, բարի և խնամածու ոչ միայն արդարների, այլև մեղավորների ու բոլոր գոյություն ունեցողների, և ավելին, նաև ցավակից, քանի որ մեռար մեղավորների համար։ Լինելով անկարոտ Աստված, խաչի վրա կարիք ունեցար մեկ բաժակ ջրի, բայց ոչ ոք չտվեց։ Եվ ոչ միայն, դու որ ստեղծեցիր ջրային հաստատությունները, քեզ լեղի և քացախ տվեցին։ Ով անհասանելի մեծություն, հետին ծառան ապտակեց քեզ, ով անմուտ արեգակ, ձորզ գցեցին անարատ գլխիդ։ Դու որ նախքան աշխարհի լինելը մեկ առ մեկ գիտեիր ամեն բան, սակայն քեզ խաչողներն ասում էին. «Մարգարեացիր Հիսուս, ով էր, որ հարվածեց քեզ։ Դու անեծքով կապվածների արձակողն ես, բայց արձակ ոտքերդ, որոնց ծովը չկարողացավ թրջել կամ սուզել, ահա բևեռվեցին հրեաների կողմից։ Վերցնելով Ադամի կողը դու ստեղծեցիր կնոջը, բայց ահա քո կողը խոցվեց, սակայն խոցողին թողության արժանացրիր, որովհետև նա փորվածքի միջից տեսավ աստվածային լույսը, որը ծածկված էր մարմնիդ վարագույրով։ Ապա պատանքվեցիր և որպես Պիղատոսի կողմից մի մահապարտ պարգևվեցիր քո ստեղծած հողին։ Դու լինելով մշտնջենավոր Աստված, այնքան համբերեցիր մեզ փրկելու համար, որ մինչև իսկ մահվան անպարտականդ խաչելությամբ քեզ մահվան մատնեցիր։ Եվ ինձ մեղապարտիս թույլ չես տալիս սառչելով մեռնել լեռան կատարին, այլ ողորմում ես հոգեսպանիս և հովանի լինում ջերմախառն ամպով։ Մի խնայիր ինձ, Տեր, որովհետև մարմինս հակառակ է հոգուս, ինձ հեռացնում է քեզնից և ընդդեմ է քո բարերարությանը։ Մինչև Սուրբ Հակոբը լեռան կատարին աղոթում էր այսպես. Տերն իր հրեշտակներով երևաց նրան։ Հրեշտակները ողջագուրելով փարվում էին նրա սուրբ պարանոցին և ասում. Ով երանելի, խնայիր քեզ, որովհետև մարմինդ ոչնչով չի մեղանչել։ Մենք աղաչում ենք Տիրոջն Աստծո սուրբիդ համար։ Եվ Տերը նրանց ասաց. Ով անմարմին հրեշտակներ, ահա տեսնում եք այս մարմնավոր մարդուն, որը շարժեց իմ գութը յուրաքանչյուր մարդու հանդեպ։ Եվ Հակոբին ասաց. Իմ սիրելի որդյակ, ահա կկատարվեն քո բոլոր խնդրանքները։ Իսկ Սուրբ Հակոբն ասաց. Մինչև աշխարհից ելնելս ես չեմ խնա իմ հոգեսպան մարմինս, և իմ բոլոր օրերին չեմ հագենա հացով ու ջրով։ Զարմանալի չէ, որ դու մեծամեծ հրաշքներ ես գործում, քանի որ Աստված ես, այլ սքանչելի է այն, որ ողորմում ես մեղավորիս։ Ապա Տերն իր հրեշտակների գնդով երկինք վերացավ և իր երկու հրեշտակներին, որոնց հետագայում տեսավ Կոստանդիանոս բարեպաշտ թագավորը, հրամայեց պահապան լինել Սուրբ Հակոբին։ Երբ Տերը հեռացավ, Սուրբ Հակոբն արտասվեց և լեռան կատարին ցնծության ու կարոտալից ձայնով գոչեց։ Նրա ողբաձայն աղաղակից գազանները և թռչունները հավաքվեցին Սուրբի մոտ։ Նրանք ակնապիշտ նայում էին Սուրբին,
իսկ նա ձեռքով հրամայեց յուրաքանչյուրին իր տեղը գնալ, ապա ինքն իրեն ասաց. «Վայ քեզ, քանզի անասունները պահում են բնության կարգը, իսկ դու ամբարտավանությամբ այլափոխում ես։ Արդ, որ խավարն ես գնալու»։ Այդպես շատ նախատինքներ էր ուղում իր սրբամաքուր անձին և աղերսում Տիրոջն այսպես աղոթելով. «Տեր Հիսուս Քրիստոս, օգնիր, որ փացածիս, քանզի դու համբարձվեցիր հոր մոտ, և ով պիտի օգնի ինձ։ Եվ այոցը լսեց ինձ ուղված քո մխիթարական խոսքերը, և այժմ սպասում է ինձ, ինչպես նախաստեղծներին։ Ես մարմին ունեմ, և նա բազմաթիվ կորստաբեր զենքեր կգտնի սրանում։ Սուրբերից շատերին նա անմասն թողեց իրենց վաստակից և մինչև հիմա պատերազմում է։ Եվ այժմ, Տեր իմ, զարհուրելով սարսափում եմ նրա նետերից, քանզի երբ սկսում եմ պահել ինձ Աստծո տաճարիդ, նա կամենում է ավազակաբար կողոպտել ինչպես Ադամին։ Օգնիր ինձ, Տեր, և ուղարկիր քո Սուրբ Հոգուն, որն առաքյալների մոտ իջնելով արբեցրեց նրանց ախտասպան հրով։ Նրանք ըստ քո խոսքի այս աշխարհից չէին, որովհետև մեռավ ախտը, որ կար նրանց մեջ։ Եվ արդ, բարերար Տեր, թող քո Սուրբ Հոգին չհեռանա ինձնից մինչև քեզ մոտ գալս, որպեսզի անախտ մնա առագաստի նոր պատմուճանը, և թող թևավոր օձի աչքը չտեսնի ինձ։ Շնորհիր, որ մինչև վերջ կատարեմ քո պատվիրանները և տուր ինձ զորություն քո սուրբ անվան համար։ Տեր իմ Հիսուս Քրիստոս, ինչ տամ քեզ փոխարենը, բացի այն բանից, որ ըմպեմ ճգնության բաժակը և փառավորեմ քո անունը այժմ և հավիտյանս հավիտենից։ Ապա խոնարհեցրեց երանելի մարմինը, ծնրադրեց և գոհացավ Տիրոջից, ում տեսավ բաց աչքերով։ Եվ հրեշտակը, որը նրան պահապան տրվեց, մոտեցավ և քաղցր ձայնով ասաց նրան. «Երանելի Հակոբ, այսպես է ասում Տերը. կկատարվեն քո բոլոր խնդրանքները։ Այսուհետև դու հրաշագործ կլինես և քեզ առաքելական շնորհ կտրվի։ Քո կյանքը հրեշտակների հետ կլինի, իսկ դևերի պատրանքները կհեռանան քեզնից»։ Հրեշտակից այս լսելով Սուրբ Հակոբը գոհություն մատուցեց ամենասուրբ երրորդությանը։ Ողջ ձմեռը մինչև գարնան վերջն անցկացրեց հարատև աղոթքներով ու առանց կերակրի, նմանվելով Մովսես մեծ մարգարեին, որը Տիրոջ պատգամները ստացավ ճգնելով։ Տերը նաև Հակոբին հետագայում պիտի կարգեր որպես ազգերի պատգամատու, իպարծանս իր փառավորյալ անվան։ Այնուհետև որպես Աստծո հրեշտակ իջավ լեռան վրայից, ուղղվեց դեպի Մծբին քաղաքի սահմանները և գնաց Սուրբ Մարուքեի վանքը, որտեղ նա մենակեցությամբ ճգնում էր քարայրում։ Այնտեղ ասորիները միմյանց ձայն տալով հավաքվեցին Սուրբ Հակոբի որպես լեռնակյաց ճգնավորի մոտ, իսկ նա լուռ անցավ գնաց դեպի Սաթիթմա կոչված գետի ակունքը։ Ապա ձայն տվեց գետի մյուս կողմում աշխատող այգեգործներին և հարցրեց. «Ով այգեգործներ, որտեղով է անցնում այս գետի հունը»։ Եվ այգեգործները տեսնելով նրա անշուք կերպարանքը հեգնելով ասացին. «Եթե ճգնավոր մեկն ես, ուրեմն գնա ջրերի վրայով»։ Այնժամ Սուրբ Հակոբը հանելով իր թիկնոցը այն նավակ դարձրեց և անցավ գետի վրայով։ Սա նրա առաջին հրաշագործությունն էր։ Ապա թիկնոցը գցեց ցամաքի վրա և ջրերի ցայտումից 12 արմավենի բուսնեց։ Տեսնողները, որ հիմարացել էին, չզարմացան ու չճանաչեցին Աստծո մարդուն, իսկ նա գնաց նրանց աշխատատեղը, ողջույն տվեց և հարցրեց. «Ինչ եք մշակում»։ Նրանք հեգնելով պատասխանեցին. «Փուշ է, ինչպես Իսրայելի այգին»։ Եվ նա ասաց. «Թող փուշը մնա, մինչև որ գա այգու տերը»։ Եվ ըստ Սուրբ Հակոբի խոսքի, որդը փշալից դարձավ և այդ այգին մնաց փշոտ, առանց պտուղների։ Թեպետ որդը որպես նշան նույն բնությամբ սաղարթներ էր տալիս։ Իսկ երանելին ճանապարհ ընկնելով հանդիպեց մի մենակյացի, որի անունը ևս Հակոբ էր, և քանի որ նա հույս ճգնող այր էր, նրա մոտ 40 օր դադար առավ։
Այնուհետև եկավ ողջույն տալու Սուրբ Մարուքեին և նրա մոտ ևս մնաց որոշ օրեր։ Խոսակցության մեջ Սուրբ Մարուքեն պատմեց, որ թեպետ այդ կողմերի բնակիչների մեծամասնությունը հավատք ունի, բայց նրանց մեջ կան անհավատության նշաններ, մինչև իսկ ծաղրում են Սուրբ Գիրքը, հատկապես ջրհեղեղի և Սուրբ Խաչի խորհրդանիշ Նոյան տապանի մասին պատմությունը։ Նրանք ասում են, թե անհայտ է այն տեղը, ուր գտնվում է տապանը։ Ոմանք ասում են, թե այն Կորդված լեռներում է, ուրիշներն էլ, թե Մասիս լեռան վրա, որը գտնվում է Արարատի շրջանում։ Այնժամ հրաժեշտ տալով Սուրբ Մարուքեին, Սուրբ Հակոբը մեծ ջանքերով ճանապարհ ընկավ գտնելու Սուրբ Խաչի խորհրդանիշ տապանը և իր լծակցին մասունք բերելու Նոյան տապանից։ Սիրելիներ, ահա առաջին մասի ավարտը։ Հետևեք էջին և օրվա ընթացքում կտեղադրենք նաև վարքի մյուս մասը։ Լսեք Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի վարքը և զորացեք։ Օրհնյալ է Սուրբ Հակոբ Մծբնա Հայրապետի հիշատակը։ Օրհնյալ է Մարուքե Ճգնավորի հիշատակը։ Փառք ամենասուրբ Երրորդությանը, Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն։